Իրականում ինձ թվում է այս առաջի դեպքն է, որ ինձ զանգեցին, հրավիրեցին հաղորդման ու ես ուղղակի դերասանների անունները լսելով Տոմ Սարատ հրա եկա ուղղակի։ Անկեղծ ասեմ, ես որ Սարատովի միջոցառում էի վարում, ձեր պրոյեկտը բանակում է, այդ միակ պրոյեկտն էր, որ ժողովուրդը հարսանիք են վարում, ելնում գնում եմ, ասում եմ բանակումն է, սերիալն է, աղջիկ ջան, քո վարելը բանն չի դակշում։ Ես մի հատ свидание էի ունեցել թատրոնում, այդ առաջի, кстати, свидание էր, որ прям свидание ասի, որ չմտավ, sense բույով բուսատով ասի ինքն է, ես իզուր չեմ 27 տարի սպասել իրան, վարտերով բան, sense նստած եմ արդեն երեխեքի անունն եմ մոգոնում, բանով։ Իմ պապան էլ է մամայից փախցրել, բայց իրանք 4 տարի տենց հանդիպել են էլի գախնի, համարյա արդեն մարդու կնդիկ են, բայց փախցրել է, այն որ չուզելով բան։ Այսինքն ծնողներ են դեմ եղել։ Հա, իմ մամաս քաղաքից է եղել էնականի, պապաս գեղից, իհարկե բանը ծնողները մամայից դեմ են։ Հա, ասում են, եթե գնալու ես սոված մնաս բան, ման։ Ու տենց էլ եղավ, մամ։ Դե գյումրիցիներին ինձ թվում է ոչ միայն ուրախ ապրում են, այլ ուրախ մահանում են, դրա համար կարևորն է, որ ես ունեմ մի հատ հորքուր, մինչև հիմա ինքը կա Փարքաստու, սենց կիրած խմած, սենց թափով կնիկ մարդ է, էլի, սենց իր հորքուրից Քարդաշյանը սկան է, էլի, սկան է, գիտե։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք խոհանոցում հաղորդաշարը։ Ես նույնպես ողջունում եմ մեր հետևորդներին, կրկին հիշեցնեմ, որ բաժանորդագրվում ենք մեր էջին, սրտիկում ենք, լայքում ենք, կոմենտում ենք, անպայման գրեք ձեր կարծիքները շատ կարևոր են մեզ համար, սիրելի հետևորդներ ջան։ Մեր այսօրվա հյուրն է բլոգեր, դերասանուհի, գեղեցկուհի ու շատ լավ մարդ Հրանուշ Աղոյանը, բարև սիրուն ջան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչ քեզներում ճարի։ Շատ լավ է, մերսի շատ։ Զեմլակները փտալ է իրար։ Դուք եք вообще տներով։ Չէ, իրականում ինձ թվում է այս առաջի դեպքն է, որ ինձ զանգեցին, հրավիրեցին հաղորդման ու ես ուղղակի դերասանների անունները լսելով Տոմ Սարատ հրա եկա ուղղակի։ Այսինքն դու Հայաստանում չէի։ Չէ, Ռուսաստանում էի, Ռուսաստանում։ Մենք Ինչ արժեր է Տոմսը։ Հերվից սիրով։ Ես բլոգեր եմ իմ մոտ ամեն բանով։ Իսկ ինչ կա այն կողմերը։ Գնացել եմ դերասանական ուսում ստանալու ու ֆիլմերում եմ նկարանվում այնտեղ։ Բայց ճիշտ ասած պատճառներ դերասանական ուսում ստանայի, որտեղ այստեղ ընդունվեցի, ճիշտ ասած մեր Երևանի Թատերական ինստիտուտը, իմ ակցենտով ինձ բյուջետ վերցրեցին, շատ շնորհակալ եմ։ Շատ զգացված էի, բայց երկար չձգեցի, այնտեղ ստացվեց, որ տեղափոխվեցի այնտեղ շատ ուժեղ են, շատ ուժեղ են։ Իսկ այնտեղ որտեղ ես սովորում։ Գերման Սիդակովն է դպրոցը ու հիմա վգիկ եմ ընդունվելու։ Տիր։ Դա լավն են, իրոք։ Իսկ թատերական, որ ասում ես չձգեցի, ինչը կոնկրետ, ինչն էր քեզ։ Չէին թողնում նկարանվեի։ Դե ակցենտի մոմենտ։ Մի րոպե ինստիտուտ Չէ, որը Չէ, ինստիտուտում չէին թողնում, դե իրանք չեն թողնում նկարանվես Այդ ինձ չէին թողում, երկրորդ կուրսից թռա։ Էտա շատ նման ենք, դե այդ վաղ շատ էին պրոյեկտները ու ես պրակտիկան նախընտրեցի, կներեք ցավոք սրտի, բայց լավն էին, դուք լավն եք, հա։ Լավն եք։ Վատ բանով չեմ հիշում, շատ տաղանդավոր էին իմիջայլոց մեր ինստիտուտի կուրսի ժողովուրդը, ես հիշում եմ մեկը շպագատ անստում, մեկը երկում ապարում, ես մտածում եմ, ես տեղ вообще ինչ եմ անում, ես ոչ մի բացի ակցենտով խոսալուց, չէ, իրոք տաղանդավոր են, իրանց բարի բախտ։ Չէ, շպագատ այդքան կապ չունի դերասանական։ Չէ, բայց ինձ թվում է ժամանակը գա, որ դու քո այդ շատ կարճ ժամանակահատվածում ձեռք բերած ընկերներին նորից կտեսնես, միգուցե կաշխատեք իրար հետ, բայց շատ լավ է, որ դու ամեն դեպքում որոշել ես այդ գիծը ավելի լրջացրել ես ու ուզում ես սովորես, բայց դե ուրիշ հարց է ծագում։ Կարող է մնաս այնտեղ չգաս։ Շատ լավ հարց է, որովհետև ես ուսումս վերջացրեցի, ինձ ասեցին, «Всё, տունը տեղ ունես, բիզնես ունես, կմնաս», բայց ես էլի հետ վերադարձա, էլի հիմա պրոյեկտ եմ վերցրել մի տարով սերիալը, այսինքն չէ, հա, հատուկ նրա համար, որ չկտրվեմ, որտեղ գիտեմ, որ գնացիր, այնտեղ փողը մողա, կպնում ես այնտեղ, բայց քանի որ հոգին աստեղ, չեմ կարող Մոսկվայում ապրեմ, ինչ ուզում եք ասեք հեսա։ Ես էլ չէի մնա։ Չեմ կարող, ահավոր դժվար է, շատ դժվար է, հոգի չկա։ Փող կա, ուտելիք կա, ամեն ինչ կա։ Դրա համար հիմա այստեղ եմ պրոյեկտներ վերցրել, որ գնում գալիս եմ։
ընդ որ разрываюсь здесь и там, իսկ ում դրսում մնացող հայերը ինձ կհասկանան, որ չես կարա այնտեղ ծնողները տա, այնտեղ ամեն ինչ տա, բայց այստեղ էլ հոգի տա։ Իսկ այդ այն պրոյեկտի մասին, որ խոսում ես, կարող եք մի քիչ ճակերտները բացել, ինչի մասն է խոսքը։ Հա, իհարկե, հայկական սերիալներում եմ նկարահանվելու, իմ շատ սիրած այստեղ, բայց Ռուսաստանում մենակ մեծ կարտիններում է, կինոթատրոններով ալիներում։ Օրինակ հիմա դուս է գալու, կարամ արդեն ասեմ 16 июля, 16 հուլիսի кинотеатрներում Ռուսաստանի «Отпуск на всю голову» называется, ռեժիսորը Կարեն Հարությունովն է, մեր հայերից է, էլի լավ տաղանդավոր, Ռուսաստանում է կեսը նկարահանված, կեսը Հայաստանում, ու ամբողջ Ռուսաստանի կինոթատրոններում ցույց են տալիս, էլի, ես այն։ Ոնց հասար ընդեղած կինո։ Շատ հետաքրքիր։ Ծանոթով։ Հա, ստացվում է, որ հա։ Չէ, изначально ես ոնց հասա вообще հայկական սերիալներ, через блог։ Հա, բլոգ էի վարում, ասմունքում էի, դե ես այդ վաղտ ինձ դպրոցում տպում էին, ես այդ ինձ տխուշ բանաստեղծություններ էի ասմունքում, վաստորեն այդ տպողները ինձ ուղի տվին, էլի։ Ու տենց վերցրեցին ինձ սերիալներ 1, 2, 3 ու ծանոթացա Կարեն Արությունովի հետ, այստեղ էին նկարանումները, ինք ասեց արի ու տենց արդեն ընդ որ ասում ա քաշեց տարավ Ռուսաստան, ասեց այնտեղ է լավ լինելու։ Քանի որ իմ դեմքը ցավոք սրտի մի քիչ հայկական չի, այնտեղ շատ են դերերը, էլի լինում են կերպարներ, բայց մեծ։ Իսկ հայկական դեմքեր պետք չի Կարեն Հարությունովին, ասա Վայ, երեք հոգի նստած վայ, են։ ձեր մասին կասեմ անպայման։ Անպայման ասա, Տոմսն էլ առմեր։ Չէ, Տոմսը պետք չի, ախպեր, Տոմսը պետք չի, Տոմսը մենք կառնենք։ Եկեք, այդ երևի մի քիչ խնդիր է, բայց իրոք ցավոք սրտի որակը այնտեղած նկարանումների եւ այլն չեմ կարող պրիզնատ չկամ ասացի նման ավելի բարձր է, ցավոք սրտի, էլը որ ես այդ եմ նկատել, բայց ես դրա համար գնացել եմ սովորը, որ սենց բերեմ ստեղ գցեմ։ Մի հատ ուրիշ բայց էլ ես ասեմ, Հայաստանում հիմա կինոարտադրությունում բավականին լավ որակ կա, կարող է դու չես տեսել այդ որակը, դրա համար համեմատություններ տանում ես, բայց ես չի ասի, որ կզիջի։ Դե պարզա Մոսկվան։ Զիջումը բանի այնտեղ, ասենք գումարայի բանի առումով էլի ավելի շատ փող են ներդնում։ Հա, փողը, հա։ Օրինակ մեր տեխնիկապես կամ ստեղծագործական լուրջ գումարներ են էլի ներդնում։ Այ ես այդ նկատում եմ, որտեղ օրինակ կինոդարանում, որ շախմատիստ ֆիլմում նկարահանվել է, ինձ թվում է ինքն էլ չի զիջում ընդհանրապես Ռուսաստանի պրոյեկտներին, որտեղ այնտեղ Գոշ Հակոբյանը, ռեժիսորը եւ Հակոբը, Ագինը ես չգիտեմ, հապշած է ուղղակի իրանց այդ աշխատասիրության վրա, դրա համար հա, ես մենակ այդ նկատում եմ, որ ցավոք սրտի մենք դրանով ենք զիջում, բայց դե որ ասում է ամեն դեռ արժևում է։ Իսկ այդ ֆիլմը որ Սավմեսնի էր, այսինքն Հայաստանում էր հատվածներ կային, Ռուսաստանում էլ։ Դու կայր եւ Հայաստանի հատվածներում եւ Ռուսաստանում, թե մենակ այնտեղ։ Մենակ Հայաստանում, որովհետեւ ես այդ վաղտ էստեղ էի ապրում, էստեղ էի նկարահանվում ու այդ հատվածում եմ նկարահանվել, դե լավ սպոյլեր չանեմ, այնտեղ կնայեք։ Եթե նայեք, հա։ Իսկ դու ռուսերենից լավ ես կերպ։ Նորմալն է։ Նորմալնի։ Շեֆու նորմալնի։ Полурусское образование. Шеф нормальный, все нормальный. Արեք ռուսերեն խոսանք էլ։ Давайте. Այ կախեց մոտ ինչով, կախել է մոտը։ Почему? Почему կախել։ Ты что? Ты что? Давай, ռուսերեն հարց տանք մեր Յուրին։ Խնդրեմ, առաջին Ես չեմ կարող։ Пожалуйста, первый вопрос. Я вам один вещь скажу, вы нормально разговариваете, не переживайте. Да? Вы это кому? Только ты не обижайся. Սաղի Вы սամար։ втроем, да. Բայց քեզ ավախտ։ Այդ բարես բարնես մտածում ոնց ռուսերեն փոխես ամենախայտարակը։ Արմանես, Գրածա Հրանուշ ջան, ուր ես։ Где ты пропадаешь вообще? Нет, человек. Չէ, բայց ես հարցերի պատասխանը տվեց։ Объяснил. Здесь я, здесь. Այս հարցերի պատասխանը տվեց։ Ես Հրանուշի հետ նախանցած արդեն չեմ հիշում, բայց մենք իրար հետ աշխատել ենք, ճանապարհել ենք գնացել, շատ լավ ընկեր է, շատ լավ մարդ է։ Լեննական։ Հա։ Այնտեղ նկարներ ունեցանք, ինքը բացի նրանից որ տաղանդավոր մարդ է, ինքը շատ լավ մարդ է ու ես այսօր կրկնակի ուրախացա որ դու սենց բաներ ես գծեք հո կյանքում ու սենց տեղեր ես ասել։ Ահագին ժամանակ եզանց տեղեկություն չունեի, բայց իսկականից ուրախացա ապրես վաղը մյուս օր որ շատ հայտնի դերասան լինես, դերասանուհի այդպես լավ կզգանք էլի մեզի կասենք մենք էլ ենք լեննական շոկի ենք եղել մի օրը իրար հետ։ Հասկացա, մենք իշտի ենք։ Դուք չի դե բուրը բոքս եք բերել։ Բարբարով խոսալ որ հասկացա։ Որ մի բան Չի։ Համեստություն արեք, անկեղծ ասեմ ես որ Սարատովում միջոցառում էի վարում, ձեր պրոյեկտը բանակում այդ միակ պրոյեկտն էր որ ժողովուրդը հարսանիք է
եմ վարում, ելնում գնում եմ, ասում եմ, բանակում նա սերիալն է, աղջիկ ջան, տիպը քո վարելը, բան մեծ չի դա։ Էդա առաջինն էր դժվարապրուսից հետո։ Մենակ դուք եք, դրա համար են որ մեր Սարատովում շատ հայություն կա, դա արմատներս են, մի 50,000 հայ կա։ Բոլորը նայում են, այն որ բոլորը ձեզ շատ են սիրում, դրա համար երբ որ հրավերք ստացա, ինձ թվաց էս ինչ եք խոսում, հիմա սա կտրակեն նախանձությունից, որ ես իրանց հետ նստած եմ։ Կանեշնը գնում եմ, ինչի մասն Մեր հաղորդման ձևաչափի մասին երևի գիտես, մենք ստեղ լսում ենք ավելի շատ մեր հյուրերից պատմություններ, որոնք եղել են կադրից դուրս կամ կուլիսներից ենկում կամ տենց կյանքում որը ոչ միտեղ չես պատմի ու շատ խնդալու են ու կհետաքրքրի խնդցնի մեզ թե մեր հետևորդներին սկսի կնոպկեն սխմի ճետ առաջի տող Ուրեմն ես որ նոր էի տեղափոխվել Հայաստան ապրելու համար գտել եմ մի հատ թույն հյուրանոց, սենց ոնց ասեմ, մի հատ դրախտավայր էր, սենց որտեղ որ աղջիկները ոչ բարոյական, տենց տղաները ոչ խելամիտ գալիս էին տենց հաճելի ժամանակ են անցկացնում, սենց իրանց համար մի ժամ, երկու ոնց կարա, էլի։ Ու ես էլ չգիտեի դրա մասին ու տենց մի 3 ամսով լռվել էի։ Ոնց կարան ախր, մի ժամ, երկու ոնց կարա, էլի։ Ու հետո որ ստաֆը արդեն կոմանդը սկսեց այդպես դուքով խոսալ բան, հասկացա որ մի բան այն չի, երբ արդեն ականջացին հասկացա որ մի բան այն չի, որտեվ թանկանոց հյուրանոց էր իրականում, ես էլ սենց գլուխ էի գովում ամենտեղ ու ռեժիսորը հարցրեց, ասեց որտեղ ես բա իմ մամանում, ես սենց հպարտ ասեցի անունը տվեցի, հա, ասեց որտեղ Այդտեղ սաղ նստած են կոմանդով, էլի չիտկենա սցենարի գնում են, տեղ Նազին Հովանեսյանն, Նախորեն Լևոնյանը, ասե, էտա, էլի, դե թանկանոց հյուրանոց ասում եմ, հեսա կմտածեն աղջիկը կարգին տեղ ա մնում։ Մեկը ասեց, աղջիկը աշկից չի ջգ։ Ասեց, աղջիկ ջան, արի վեշերը թավակի, ես քեզ կտանեմ իմ տուն։ Չէ, ես քեզ կտանեմ կարգին հյուրանոց ու տարավ ու մինչև հիմա այդ մարդը խոս տվեց, որ ոչ մեկին չի պատմի այդ պատմությունը, որտեղ դե ամոթ էր պատկերացնում, այդ նոր եմ տեղափոխվել ու ես կյանքում չէի մտածի, որ նստելու եմ սենց պատմեմ ու խնդրեմ, որ ոչ մեկին չպատմեք։ Պատմեմ ու ոչ մեկին չպատմեք, էլի։ Սիրելի հետևորդներ, դուք էլ ոչ մեկին խնդրեմ Մարդու չասեք հանկարծ այս պատմության մասին։ Ու իմիջիալոց այդ դեպքից հետո տուն արա, բնակարան արա հայրենիքում, վերջապես այդ շատ մեծ երազանքներ։ Բարով այլես։ Մերսի շատ, այնց 3 քսենյականոց Արարատին նայող ոնց որ երազում էի։ Ուզողներս ավելացան դրանից հետո, չգիտեմ, դրա հետ կապ ունի թե չէ։ Մինչև այդ 1400 տուն Արարատ նայողը ավելանում է։ Հա, տղաները գնահատում են այն հոգին, որ Արարատին է նայում դες։ Բարովոց սուրճը ջրով։ Ասում եմ մինչև տակու սառը ջրով։ Հոգին էր ավելի լավ։ 1000 ուզող ուներ, հիմա 1000 ուզող ունի։ Մենք ինչքան բան է փոխվել։ Այդ օգնում է, հեսա ուզողներս էին։ Հա, իրանք ինչ է սպասում իրանց։ Կարող է մոտորես ինչ-որ բան սպասում է ուզողներին։ Դժվար է, արդեն 27 տարի է Դու արդեն դες կարիերա բան դրել ես այդտեղ։ Դե հայկական տղամարդիկ տենց են։ Ես մի հատ свидание էի ունեցել թատրոնում, այդ առաջի, кстати, свидание էր, որ прям свидание ասի, որ չմտավ, սես բույով բուսատով ասի ինքն է, ես իզուր չեմ 27 տարի սպասել իրան, վարտերով բան, սես նստած եմ արդեն երեխեքի անունն եմ մոգոնում, բան։ Մեկը ու լենականցի է, որ իմ սրտի ուզածը, մեկը ու 18+ է, Ստանիսլավսկի մեր թատրոնում է, 18+ ներկայացում է գնում, մեկը սենց ինքը նայում է, մեկը ֆրաց ասես դու սենց բաներում չկաս, չէ։ Ես էլ նոր եմ ընդունվել այդ թատրոն։ Դե ասի իհարկե կամ, ասես դե ընտրի, կամ ես, կամ էսի, առաջի հանդիպումն է։ Հիմա ափսոս այդ վարտերն է հետ տամ։ Երեխեքի անուն։ Երեխեքի Տիգրո Վարտան։ Վերջը իհարկե ես այդքան ջանք եմ թափեբան հասկացա որ այդ մարդուն ես այդքան էլ պետք չէ ասեցի չէ իհարկե ես ընտրում եմ թատրոնը հա թատրոնն էլ հետո թողեցի սա թողեց Եվեն թողեցի ոնե վարդերը մնաց բայց չէ տարելա չէ չտարավ բայց այդ առաջի ու վերջի հանդիպումներ բայց ես հարգում եմ այդպես մարկանց որ ինքը միանգամից ասեցի որ չէ հիմա որ լինում է այդպես գրում են վայ ես ամեն ինչ քանդուրժեմ բաման արդեն չես հավատում ասում ես լավ է այն մարդը ինձ ասեցին Սամվել էր այդ տղովանը, ով ես դու։ Մի խոսքով հետաքրքիր պատմություն։ Մալաձեց Իրանից տես մնացել է վարդերը եւ այդ լավ բանը խորհուրդ։ Երեխեքի անուններն էլ արդեն երեխեքի անուններն։ Դե նախորդ մտածել էի։ Չէ, ես այդ պահին, որ իրան տեսա, այդ պահին տեսա Վարդանը բռնել էլի։ Մենք աղջիկները տենց ենք, չէ՞, պիտի տղամարդուն տեսնենք, հասկանանք, նոր հասկանանք երեխա ուզում ենք իրանից։ Ես չգիտեի։ Դա գենետիկան բան է։
Էդի նոր բաներ, ապեր ժամանակ չկար, էսի Հազար բան։ Առաջ մեշոկը չէ։ տանում էին երջանիկ ապրում էին 4 երեխա։ Շատ համով պատմել, շատ անուշ։ Իմ պապան էլ է մամայից փախցրել, բայց իրանք 4 տարի տենց հանդիպել են էլի գախնի։ Համարյա արդեն մարդու կնիկ են, բայց փախցրել է, այն որ չուզելով բան։ Այսինքն ծնողներն են դեմ եղել, Իմ մամաս քաղաքից է եղել էնական, իմ պապաս գեղից։ Իհարկե բանը ծնողները մամայից դեմ են։ Հա, ասում են, եթե գնալու ես սոված մնաս բան, ման։ Ու տենց էլ եղավ, մամ։ Զորով կար։ Բայց իրոք առաջ փախցնել ա եղել, այդ հիմա աղջիկները վայ չեմ ուզում բամա, բայց առաջ իրոք փախցրել են, որ ամոթից մամաս ամոթից գնացել մնացել է, որտեվ գիշեր անցել է, բան չի կարել։ Կապ չունի բանը անցել է, չէ, всё, գիշերը անցել է։ Խոսք ու զրույցը արդեն հերիք էր, էլի մարդիկ կասեին, խոսեին։ Ես մի հատ երեխա բախ տենց հիշում եմ էլի, որ տեսել եմ այդ աղջիկ փախցնելը։ Բանը տենց երկու վեդրոյով աղբը, տենց մի հատ աղջիկ էր էլի, տենց գնում էր աղբը տավելու։ 24 եկավ կայնա, այդ զիբիլի վեդրոներն է հետը։ Երկու կոնե վեդրոները թողնեք փողոց։ Ոչ ինչ դժան է, դա չի։ Վեդրոնները կասկածեն, որ հետքը չմնա։ Հետքը չմնա, ապեսանի համար, որ հետքերը վերացրել են այդ։ Կոնե բագաժնիկը դնել է վեդրոները, դա սալոնը դրեցին այդ աղջիկը, այդ զիբիլի վեդրո։ Այն վաղտվա վեդրոներն է կհիշեք, ծառած մեղա ժեշտից բաներ էին, սիրուն ակուրատի վեդրո չէին, էլի պլաստմաս։ Արտասահմանից էին։ Խառնեն վեդրոնների տեղը աղջկան թափեն են նրանք տան։ Ինչ խնդալու բանկը հիշես տեղած նկարանումներից։ Նկարանումներից։ Հա, ես միշտ ինչ որ դիետաների վրա եմ, միշտ այտենց նյարում եմ, ինչ որ վարդի թերթերով եմ սովում, բան, ու այտենց իմ հետ միշտ բերում եմ ուտելիքը, վերջի օրներ մեր Ելենա Արշակյանի սերիալներ, նկարանմաններ, ասեցի լավ գնամ վերջապես ես էլ կամանդի հետ հաց ուտեմ հավեսով, ու ոչ թե հաց կերա, այլ սաղ կերա, ինչ կար չկար այնտեղ, ու այտենց հիմա ուրա պուգվիցան պոկվավ յուբկիս, դե ասի բան չկա, հետևիցա ոչ ոք չի նկատի, իհարկե բոլորը նկատեցին, սկսեցին կատակներ անել բաման ու հիմա լուրջ տեսարանա վերջի դրամատический մոմենտն ա որ պիտի խաղամ ու սենց բոլորը ծիծաղում են շատ ուրախ վիճակա ու մեկը սաղ լռություն ա քաջ լռություն վերջապես ասում են այդ վերջին ասա մեկը սենց լուրջ սաղս նայում են կամերային ու ես սենց եմ անում Սաղելի բլվան ես է տարի որ լրջանամ ուղղակի ման տիպ ուշքի բերեմ ինձ ու սաղելի բլվան ինձ ասեն ելի ռադեղի դու չես կարող լուրջ տեսարանումներում նկարվես գնա ասում եմ բայց ես ռեպլիկ ունեմ ասում եմ դու պետք չի ռեպլիկը գնա ասում եմ ուր գնա Ռուսաստան մենակ թե գնա Ой, ты իրականում Ու գնացի Ռուսաստան։ Այդ դեպքը տրավմատող է, դες գնացի։ Ой, տրավմատիկ դեպքեր շատ են եղել իրականում։ Օրինակ ես ունեցել եմ մի հատ շատ տենց ստրասնի պացելու մեր Երևանի Սևերնի պրոսպեկտում, գիտեք ում է։ Այն մի հատ ֆաբրիկա է, որ սենց ակորդեոն է նվագում, սենց կլոր է, սենց այնքան կլոր է, ոնց որ ստորակետ լինի, սենց նվագում է։ Այդպես 200 դրամ մոտիկացա թողեմ։ Սենց աչքերը բարձրացած վրես Ինչ եղիմ թորնիկ ես նման ես, մի հատ եմ քեզի գրգեմ, իպրամ у него слёзы, էլի, սենց արցունքները բան, ասի, հա իհարկե, պապի ջան, սենց մոտիկացա, ու այդ գրգելու ժամանակ ինքը սենց վիզս ֆիքսեց, սենց լեզուն սպիտակ դուրս եկավ։ Ես արդեն հասկանում եմ, բայց արդեն ուշ է, սենց ոչ թե պաչեց, այլ մի հատ պամոդս լավ սրբեց, սենց Փորձարու պապի էր, էլի, փորձում էր։ Բայց ոնց է խափե։ Փորձարու պապի էր ասում։ Վիզս բրս լեզուն դուրս եկավ։ Չէ, ես Լիզու։ Իմ ռեակցիան ուզում եմ հիշեմ, չէ, ես ապշած էի, մի պահ սենց հետ գնացի, հետո մոտիկացա էլի 200 դրամ թողի։ Չէ, բանը, մտածում եմ խոսք ինչ հարաբերություններ ա իրա մոտ իրա թորների հետ, չէ, խոսք։ Չէ, ուղղակի քեզ արցունքները քեզ այդ բաներ են։ Լավ խաղացել է։ Այդ տես առանց դգիկ ավարտելու, առանց թատերական ավարտելու, մարդը ունի տաղանդ ներքուստ։ Տաղանդա։ Հասկանում ես ու կինոշնի դեպքը երաժիշտ է։ Հա, չէ, տաղանդա, այնպես որ եթե մենք զզվում ենք լոժոտ պաճողներից, կան լեզվով պաճողները, հարգենք բանգա, չէ, ուսան ասում բանգա։ Բանգա չի բրատ, էդի Հասկացա, բայց էդի վերջը։ Վայ, աստված։ Բայց ինքը հիմա կա, չէ, նվագում է միջև, կարիերան
փչացրեցի այդ մարդու։ Չէ։ Խափեցինք, հա, պալիտ արեցինք, հա։ Չէ։ Չէ, չէ։ Կլինի պրոստը 500-ից պակաս չի վերցնում։ Գինը թանկացրել է, Ահա ոնց որ խաղալիքներից լինի որ փողես բաչում բան հետա գնում։ Ստավկան Ստավկեն բարձրացել։ է բացի։ Դու տեղ բաներ մի փնտրի արդյոք։ Չէ, Դու տեղ ինչ-որ բաներ մի փնտրի։ Մեզ սա հույսը, որ Ռանուշը պետք է Բայց ինչ էներգիա ունի։ Հա, լավ բաներ է պատմում, եմ որ Մարդ քեր։ այստեղ երկս ինձ ցավում է մի քիչ Բայց արդեն։ դուք լենականից չեք, չէ՞։ Դուք։ Դե էդ էի ասում էլի այն սկզբում հա։ Մենք հա, ես Դուք հա Լենականից եք, իդեպ կա Գևորգյան։ Լենական եւ Գյումրի, չէ՞։ Ասում են Լենականցի ես, թե Գյումրիցի ես։ Մենք չէ, մենք Երևանից ենք։ Օ, Այդպես է դասավորվում։ դե դուք Որ ուրիշ ասեց ես կլաս դե դիետա բան տենց ամեն անգամ մի բան հետս տենց տանում եմ, հիշեցի ավտոյի մեջ եսի ինչ էինք ուտում։ Ոյ, Գալուտիկա։ Ասեց հետևից գալիս է, ես դեմ եմ նստած, տենց հետևից գալիս է, ինչ Այ շատ Կելոր Ինչ է։ Չէ, երեխեք ջան։ Չէ, Ուրիշ իրոք, նորմալ բան բայց- չկա։ բայց Գնացինք Փարվանը նորմալ հաց կերանք, ցույց տվեցինք հաց ուտել, ինչ խիամի։ Հա։ Բե։ Բայց այդ օրը կերար թե էլի դիետա էր։ Ահա, բայց այն որ հաշվելով էլի բան, ամբողջ օրը հաշվում եմ, շատ Կալորիաներն ես հաշվում, հա, բայց սրա մեջ ինչ կա։ Կալորիաները, քայլերս, ջրերս, այն աստղը ջրերը, էլի ինչ կային։ Մաթեմս է լավացի Այ արդեն։ դու հաշվապահ ես դա։ Ֆիգուրաս լավացի։ Մատեմսա լավաց։ Հա, մաթեմս լավացի, բայց ֆիգուրաս չէ։ Ամենակ, բայց Լենականում մի հատ բոմբ ֆիգուրով աղջիկ տեսա, հիշում եմ, երբ որ դու նկարահանվում ես, ասեցի մոտիկանամ են, որ ես ինձ Պիրիասիլի տանեմ, հարցնեմ, էլի ասում ինչ դիետա եք պահում, էլի, ողջ շատ բոմբ է ձեր ֆիգուրան, մոտիկացա, ասեցի ինչ դիետա եք պահում, ասենց արեց, տիպը, ես դիետա չեմ պահում, ինչ ուզում ուտում եմ, սա իմ գենետիկան է։ Ասեի Сволочь։ Ну типа իմ համար просто դաժան է։ Նայ, ես ու Էմիլը օրինակ ինչքան ուզում ուտում ենք, ինչքան ուզում ուտում ենք, Ես խնդիր ատում չունենք եմ։ չավանալու։ Ես դուք Գիշերը, Այդ եմ ասում, գիշերը ինչ գենետիկա ժամ է։ ուզում ա լինի։ դու այն աղջիկա կերպարն ես։ Հա, այդ աղջիկը Չի կերպար կարելի էլի, ներվայնացնում եմ, ասել։ էլի։ Չէ, բայց Գիշերը իրաց ինչքան դեպքում ուզում եմ հաստատ, հա, տենց է։ Որ ժամին ուզում եմ ուտում, ինչքան ուզում եմ ուտում եմ։ Դինոզավրները Ես գնալով վախտանից լավ ուտեմ, պարկ եմ։ Դինոզավրները վախտանից ես մարդուն գիտեմ 50 կիլո ես 60 64, հա 64։ Այդքան էլ ես պլյուս մինուս 3։ Ոչ այն, ոչ հելնում եմ, ոչ իջնում եմ։ Տյոմ ջան, դու ինձ ասեցիր գեղեցիկ աղջիկա, բայց նոր քիչ առաջ պարզվեց, որ ես այդքան էլ գեղեցիկ չեմ։ Սրճարանում էի, ձեր մոտ գալուց առաջ հաց էի ուտում, մեկ է բարնի ստոյկային մի հատ տղա մոտիկացավ, բա մի հատ կոկտեյլ հյուրասիրեք ես գեղեցիկ ունի իմ կողմից։ Ֆրացի տնամ հետո, բա, մեկ է ինքն էլ հասկացավ, որ ես ֆրացի իրան, ինքն էլ ֆրացի ինձ ու սենց արեց։ Քո հետ չէի։ Շատ բայց խնդալու էր։ Բայց ում է դա։ Չէ, մեկ նեղվան Չգիտեմ, չէ ինքը դե չէր ուզում ինձ վիրավորել, բայց խնդալու ստացավ որ ես ֆրացի տիպը դուք ինձ խի եք կոկտեյլ հյուրասիրում, ինքը տակո տիպը քո հետ չէ։ ինքը լուրջ ուրիշ մարդու հետ է։ Չէ, ախպեր։ Ինքը իր հետ էր, պրոստը տեսելա որ քարս ֆրացն է։ Լենականցու հայացքը։ Հա։ Ա լուրջ է։ Ճանաց է, ելին կեստան կլն։ Էլի որ կա։ Չէ, ուրեմն ուրիշ պատմություն։ Ուրիշ պատմություն, բանի խիդայից։ Ուրիշ ուրախ պատմություն բանի խիդայից։ Դե գյումրիցիները ինձ թվում է ոչ միայն ուրախ ապրում են, այլ ուրախ մահանում են, դրա համար Երբ էր, այդ վաղ շատ երեխա է, չեմ էլ հիշի, բայց որ հիմա ինչ որ պատմելու եմ, այտենց մանրամասն չի ոնց որ համբյուրը, պապի, բայց հիշում եմ, որ ասենց վայնանասուն վիճակ է, պանիխիդա է, այտենց ինչ որ պապիներից մեկս է մանում, չգիտեմ, ու ասենց տիպը վայ մամիկոն, զուրնան դրած, էլի, վայ մամիկոն, այտենց վիճակա, տիպը ուր թողեցիր գնացիր, վայ թաղեմ ազիզդ մամիկ, այդ մարդը մեռած է, թաղեմ ազիզ։ Բայց եկա մարդը էլի 90 տարեկան դրա համար սաղը սենց լոքս, սենց նորմալ ասնում։ Ու մեկ էլ ու հա, այդ ամեն ինչ կարևոր չի, կարևոր է նա, որ ես ունեմ մի հատ հորքուր, մինչև հիմա ինքը կա Փարքաստու, սենց կերած խմած, սենց թափով կնիկ մարդ է, էլի, սենց իր հորքուրից Քարդաշյանը սկան է, էլի, գիտես, սկան է, անա տիպը։ Բայց մենակ հետևն է Քարդաշյան, էլի, դեմը բիբերա, օքեյ է։ Ու սենց ինքը սենց կանգնած է իր համար հաց ուտում, մեկ ասում է լավ գնամ երևի ցավակցություն
հայտնեմ, տենց մոտիկանում էս մեքենացավակցություն հայտնում, տալիս է մոմերն է փռում այնտեղ։ Այն մեքենացավակցություն հայտնում իրա թշով Քարդաշյանի խփում է ուրիշի թշին, ոբշե։ Տենց վիճակա մեկ էլ վայ, ես չեմ հիշում, որ Ռոստովի հոպարներով վերսեց չդիմացավ, մեկ է սաղ նայում են ապոկալիպսիսին, մեկ է Ռոստովից հոպարը չդիմացավ, լավ ու բարձր տո այդ թաղման հետևա որ դու առեք։ Ես մտքումս, ես այդ պահին, ես երեխա եմ, բայց հիշում եմ կանգնած մտածում էի, տիպը, բայց իրոք կարելի է չէ պատրաստվել, խոսքի ժիմ գնալ, բան, թաղման գանել։ Ջիմ գնալ, որ գալ թաղման, չէ՞։ Դեմքը լուրջ կարելի էր պատրաստվել։ Այս պատմության մեջ ամենաշատին սպանեց, որ թշով թշին է տալի։ Պատկերացնում ես մարդիկ նստած են։ Ես առաջի հաղորդումն է, որ թուրտուրեցի, որ ցես պատմեմ միջանոց, обычно там всё строго։ Ճողակի չեմ հասկանում, հոպարս ինչ էր անկնկալում էլ այդ մարդուցի։ Ինչ էր ասելու։ Ինք ուղակի ված զգաց ահուր ճնշված էր այդ մարդը։ Ես ուզում խաղամ էլի այդ կերպ։ Թաման որը արեք։ Այրականը տենց է եղել, էլի։ Հենց տենց է եղել։ О, շատ պատմություններ կան, հա, эти նմանա դրանը շատ է դառը հիմա։ Я везде это слышу эту историю, բայց ավելի կոպիտ, ավելի բան տեսակներով։ Բայց որ դու եղել ես այդ տեսել ես, այդ բան խնդալու չէր, բայց հիմա նոր է, որ համբյուրի նման։ Սկզբից խնդալու չի, բայց հետո ես հիշում որ խնդալու է լինում։ Բայց շատ են ճնշում, Հայաստանում տղամարդիկ շատ են ճնշում, տեղ գտա դրա մասին։ Շատ են ճնշում Մեր մոտ գենդերային հավասարության բաները գործում է։ Զգացվում է։ Մենք շատ տոլերանտ ժողովուրդ ենք։ Ճնշում թե ճնշվում։ Տղամարդիկ ճնշում են կանանց։ Կանանց։ Ձեր սիոմիշնի պլաշատկինը մենակ մի հատ է։ Հələ ուզում ենք լսենք։ Օրինակ, որ նոր է տեղափոխվել, իմ բոլոր պատմությունները նոր տեղափոխվելու հետ է, այդ վաղ է այտենց գարյա չի էլի հիմա։ Որտեվ այլ մոլորակ է մտել էլի։ Այս ինչ վիճակ։ Կասկադում, ասենց քայլում եմ, եկե տեսնում եմ մի հատ տղամարդ տպում է էլի իր կնոջը, ասենց գոռալով էլի, ասենց բան տանելով, թև քաշտելով, ես եմ մտածում կա սոցիալնի էքսպերիմենտ է բան։ Գնամ օգնեմ բան, այտենց, չէ, իրոք գնացի առաջ, որ այդ այնքան հրեցի տոլի что զգացի որ ինձ հետևից խփում են ֆրամ դնեմ կնիկն է խփում արենց ասում է տիպը այս տղամարդուս ուզում էր ձերքից տաներ այլ լրպուշկա տիպը քո ինչ գործն է իմ մարդն է խփում այն Թող ծեծ է ինձ կասկադի մեջ տեղը Չէ ես ինչ կորձոնի սխարնես թող ինձ սբանես տեղ Բայց դա ճիշտ է այդ նորմալ է ես չհասկացա այդ բանը Դու որ պահն ես ասում ծեծելու պահն Որ ինքը տես մտածեց Թե աղջիկը որ բանը Որ այդ աղջիկը տես մտածեց ինքը խոսքի ուզում եմ հասկանալ ոնց է պատկերացել որ ես իմ համար տես հանգիստ լրված է մեկ է տեսա որ տպում է ասի ինչ ուժեղ տղամարդ է Չէ ես ասեմ Ինքը պիտի մալես Ուրեմն ես ասեմ եթե այդ կինը տենց է մտածել քո պահով ուրեմն պետք է ծեծել Հա բավոն Ուրեմն պետք է իրան ծեծել Այ դու ասի արա ախպեր արա Արի նորից Արա ինչ անում ես արա Հա նո это զարմանալի էր իմ համար ես այդ խանդ զգացի այդ բան ինչ խանդ Չէ, դե вообще լուբանա։ Ես այդ դեպքից հետո вообще չեմ օգնում։ Փողոցում որ տենում եմ խոսքի շունը արձակում կնոջ վրա, բան չեմ օգնում։ Կաղ այդ շունը իր մարդն է։ Ինչ բանազով է։ Չէ, իրոք մի քիչ տարնակ մարդիկ շատ են Հայաստան, բայց այդ հիմա արդեն հասկանում եմ ավանդույթները այստեղ ազգանետ։ Բայց դրա հակառակն էլ կա, դու այդտեղ ծեծում ես ամուսինը։ Հակառակը Եվ լինում է Այ նաև ընտանիքում էլ է դες դա։ Դե ճիշտ հակառակը, լինում է որ բանը։ Ա ձեր ընտանիքում տենց է։ Մերում տենց չի։ Մենք ոչ ոք չի ծեծում ոչ մեկի, փառքաստու։ Հա, բայց նաև լինում է, ես տեսել եմ դրա հակառակ պատկերը, որ ասենք Այն որ սա կալյասկով ինքը գնում է եւ մարդը հետևից կալյասկով մի հատ նա մի քիչ բան նորմալ քշի էլի կանան վեկալ երախուն տենում ես բան ձենա տենց էլի տենց բաներ էլ է լինում Այդ Ճիշտ է հաճախ չես հանդիպում հա տենց բան կա էլի հաճախ չես հանդիպում դա Երևանում Դու ինչքան մնացի այսինքն որ եկար Հայաստան ինչքան Մի տարի ապրեցի չնայած իմ բոլոր բարեկամները սաղ ասում են մի ամիս էլ չես ապրի չես կարանա բայց շատ լավ ապրեցի դրա համար հիմա չեմ ուզում կտրվեմ շատ լավ Բայց շատ է հիշում այդ Ես գնում գալիս է ուղակի բայց հենց որ բնակարանը առա այն որ
Այ միջելոց ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր հաղորդման կազմակերպիչներին, որ հնարավորություն ունեցա այս փաստը բարձրաձայնեմ, որ բնակարանն եմ առել, չէ՞ լրիվ անիմաստ էր լրիվ։ 20 տարի իպոթեկ եմ գրել, որ էշություն 20 տարի պիտի ահավոր բանկերը ահավոր ինչ չլեցին իհարկե։ Այդ չեմ ուզում գովազդեմ, բայց մի բանկեր, որ վերջապես ճանաչեց, դրանից առաջ սաղ ասում են, վայ հրանուջան, վայ շատ են քեզ սիրում, բան ասում են իպոթեկ կտա, վայ չէ էլի ռադեր եք։ Լավ բայց չենք։ Ասում եմ ձեր ջանջիգարը իմաստ է այդ դեպքում։ Բայց չեն, որ ոնց ուզում է հայրի, ես ոնց որ հայրենասիրներից լինեմ, որ Արարատին նայող պիտի լինի անպայման։ 7 ամիս ման եկա հենց տենց տուն։ Չգիտեմ։ Բայց եղավ վարչունքում, քո սրտով եղավ։ Դե կարևորը որ է։ Կփագես արխային։ Կարևորը դեմը շենք չքսել։ Գիտեք ինչ հիշեցի, հա, ես չի պլանավորը։ Դա ես սկզբում դե շատ հիմա որ չեմ ապրում վարձով հանձնեցի, վարձով որն է ինձ ասեցին, սենց մի հատ բան կա, էլի օրա վարձով է, բան հանձնում են, լիքը փող են տալիս ու իրոք լիքը փող են փոխանցում։ Հետո մի հատ հարևաններիցս էսքան նամակ եմ ստանում, թե բա Հրանուշ ջան, մենք ուրիշ կարծիք ենք ձեր մասին, էս ինչ Բարդել եք սարքե ու գնաց ու բաման, մենք գիտենք, ես ձեզ իմ տղու համար էի ուզում, բայց այսօրվանից մոռանում ենք ձրան, մի խոսքով հանձնել էի ու բան էին սարքե, ոնց է այդ, դրախտավայր էլի, էլի, այդ դրախտավայր կկոչենք այդտեղը, այսինքն այդ իմ հրաշք բնակարանը, տենց 3-20 սպիտակ, ոնց որ դրախտ լինի, դուք չեք պատկերացնի, հիմա ես այդ պատմություն տեզոց չեմ մտել, չեմ կարա, այն որ աղտոտել են էլի, ոնց որ, հետո որ այդ արելա Վենական ասացի նման լավ որ տեսնեք։ Օ, ես ինչ սեց դու։ Լավ որ չէ, դաժաներ, որտեղ ընտանիքներով են ապրում, երեխաներով, այդպես Կարքին ռայոն է, էլի, մոտ կենտրոնում է։ Ու մարդիկ ապշած են, ու իմ անունն էլ ելավ։ Հարևաններ ջան, եթե դուք ես տեսնում եք, միլիցիացիոնը են կանչի, այսինքն շատ դուրս պատմությունից Ռուսաստանից եկա հասա, բայց այն որ մի հանձնեք ձեր տունը օրավարձով, օրաժամով էլ պետք չի։ Ռոպեներով էլ պետք է, вообще մի անձնեք, ուղղակի դուք եք կապել։ Ամսական կարելի է իսկականից դուրս մաքրություն։ Փողը հետևից ընկա։ Ընտանիքի տալ։ Ես այդ քանի օր այդ կրիպների մեջ եմ, էլի։ Չէ, բայց լինում աղմկում բան են անում, հայելի տենց օրավարձովի վիճակները։ Չէ, բայց լինում օրավարձով մարդիկ գալիս են տուրիստներ նորմալ գնում են, չգիտեմ, քաղաք ման են գալի, գալիս են ուղղակի։ Նենց էլ են, հա, էլի, ասենք։ Սաղ տարբերակներ էլ լինում։ Մի քիչ բախտի էլ բան է, էլի, որ ասենք։ Ինձ հետ էին խոստացի, ասացին դիլավի կոմանդիրովկի բան կան։ Տուրիստներ բան, ասենք, նորմալ մարդիկ, որ գալիս են իրականում Հայաստանը տեսնելու, շփվելու եւ այլ բան, ասենք։ Բախտի բան էլի։ Լավ, գնանք Մոսկվայի նկարահանումներին։ Օրին նկարանում չէի, բայց եթե որ ուզում եմ պատմեմ ոչինչ։ Ինչ ես ուզում, Մոսկվա չնկարանում։ Ես հայրիկից եմ ուզում պատմել։ Պապայից, դավայ։ Պապա շատ Ես լավ մի եմ կա։ պատմություն գիտեմ պապայից, բայց ելի զեն չեմ անում։ Լուրջ, վայ, շատ լավ է։ Իմ որ նոր ենք տեղափոխվել ընդհանրապես Ռուսաստան, դե դժվար տարիներ են, այնց ժողովրդին ա թվում, որ գնում են այնտեղ փող են լավում։ Իրականում դժվար էր ապրել ու մենք խալադիլնիկ չունենք, սառնարան, այն որ вообще չկա, որ պապասը դե էժան բրուշնի, այն որ մանա գալիս լիժբը ուտելի կլինի միտեղ դնենք, ու սենց օր ու գիշեր ելնում ա տիպը խալադիլնիկ մանա գալիս։ Մենք է Ռուսաստանում դե երևի որ եղել եք, տեսել եք հին մարշրուткекում գրած է, не надо, не хлопайте как дверью холодильника, էլի, մարշրուտքի դուռը։ Ու տենց իմ պապան է դե ջղայնացած սենց խալադիլնիկա մանգալի չի դու, ելնում ա ոչ թե մի հատ դուռը այդ մարշրուտքի փակում, այլ նենց է փակում, որ այդ մարշրուտքի դուռը գնում մի հատ էլ է գալիս փակում, ու այդ водителը ֆռում է ասում է, «Ара у вас дома холодильник есть?» Папан ֆռում է ասում է, «А ты что продаешь, брат?» Асма, ты что прикалываешься, Радовый маршрутки? Ну, в общем, такая история была, я вспомнила про папу. Он ожидал, что будет другая история. У меня мама еще такая классная очень женщина, Каркинка Николаевна, аристократа, հարստական է իրան պահում։ Բայց որ գնում ենք շուկա, բազար, սենց ախոսում, սենց ասում է, «Այս կանաչին 120-ով է, 100-ով կտաս»։ Այդ վաճառող ասում է, «Հակուր ջան, ես 20 դրամը որ պայելու ես քեզ ինչ անես», ասում է, «Դու ինձ մի ասա»։ Ես կտանեմ այդ 20 դրամը, կտամ կարիկավորին փողոցում, այդ վաճառողը ասում է, «Հա, ես եմ կարիկավորի, ինձ դու բրցի»։ Շատ օբատ են, մերոնք ահավոր։ Ու չի հարցնում էլի, 100-ով կտաս, 100-ով կտաս։ Չէ, ասում է կտաս։ Ու տալիս են, ես չեմ կարող, я вообще не торгуюсь խոսքի։ Ես չեմ կարող։ Հա, ինձ կարան խապեն լավ բան, քյոլեն ասում եմ, հա, ախպերես, ապրես վերջում։ Ես կարող ասեմ, ասենք, չգիտեմ, 100-ատ ուզում եմ, ես ինչքանով կտաս, տենց լնում է։
Այդ օրինակ էլի, այդպես բանի Եթե ինչ-որ մեծ մասշտաբային բան է Մի հատ սա։ երկու հատ հա, որ չես բան։ Չսա հարցնում ինչ արժի, ասում ես դիր են դիր բան, այդ մի քիչ այդ բան։ Դե կանայք вообще շուկա անելու ոնց որ ասում այդ բանը կա։ Ղեկավարը ոնց որ լինեն։ Չէ, շուկա բազար անելու կանայք սիրում են էլ մի քիչ այդ գին բան խոսը։ Բայց գենետիկայով не передается։ Հա, չէ, դա տղամարդկանց մի մեծ մասը, ասենք այտենց շատ շուկա անող չեն։ Ուղղակի տղամարդիկ հպարտ են ինձ թվում, մի քիչ հպարտ են ու բան են, էլի սկսով։ Ну, օրինակ դաժե սոցիալական օպրոսներում կա է, որ Հայաստանի 80 թե 70%-ը խոստովանել են, որ դավաճանում են կանանց, ինչ որ ժուրնալներում կա։ Բայց ինձ թվում է այդ սուտ ստատիստիկա է։ Ինչ եմ ես կարծում, որտեղ ուղղակի շատերը գլուխ են գովում։ Ասել են, բայ վալուտա ասել է, ես չասեմ։ Դրա համար այդ բայերը կարող է լինի, ես վստահ եմ, որ հայ տղամարդիկ նորմալ են։ Ես շուտքի Հայաստան հայի հետ պիտի ամուսնանամ, դրա համար այդ հույսը չեմ կորցնում։ Դե մենք էլ ենք հուսով, որ դու հայի հետ կամուսնանաս։ Չէ, ուրիշ տարբերակ չկա։ չկա։ Հիմա Լենական ցիկլնի թե բախտս չի բերի։ Թե բախտս չի բերի, բախտս չի բերի։ Տենանք։ Ու բոյովը, ես հիշում եմ, որ մեքենայի մեջ ասում էր, ով գալիս է կարճ, ով գալիս է կարճ։ Ոնց է լիշում ես օրդու, բլին, ես որտես բաներում ասին ճոմոտա։ Դե ինձ թվում է չեն պատկերացնում, որովհետև կադրով են հիմնականում տեսնում, չեն պատկերացնում, որ բոյով է։ Ինձ թվում է։ Հա, դες բան կա։ Ես օրինակ չէի պատկերացնում, որ նրանց բոյով է։ Ու որ ոտը 40-րդ ռազմն։ Էդի вообще չէի կարող պատկերացնել։ Այդ вообще չէի կարող Էդի պատկերացնել։ միաս աղջի, էդի միաս։ Դա դե արդեն ուշ։ Ատել ուշ է։ Ասել եմ արդեն։ Այդ մասը կկտրեք։ Մոնտաժեք։ Չէ, Հայաստանում շատ ուրախական կա, ես շատ եմ ուզում վերադառնամ, եթե նկարանումները այնտեղ չլինեն, են որ հաստատ մենակ ծնողներիս մնում էր համոզեի տեղափոխվեն, այնե հեչ հայրենասեր չգտնվեցին, չեն ուզում, չեն կարա։ Չէ, դե ուղղակի հարմարվել են ու համակերպվել են, հիմա իրանց համար նոր բան ինչ որ սկսել են, նոր կյանքի բան սկսել է, դժվար է դրա Ինձ է համար։ հեշտ ոչ ընտանիք ունեմ, ոչ ծոր, ոչ բան։ Հա, հետո նաև գործը կապում է, որ դու ստեղ ես գործի, այնտեղ ես գնալ գալվան ես process-ի մեջ։ Բայց sense ասեմ, մեզանից էլ է շատ բան կախված։ Օրինակ ես որ եկա, ես այստեղ ոչ մեկին է պետք չէի, то есть ես եկա, բլոգը սկսեցի վարել ու տենց սկսեցին կանչել, այսինքն ես եկա այստեղ գործ մանկալու, ոնց որ ու հետո պրոյեկտներ այնքան գնացին, որ ես արդեն իրոք հրաժարվում եմ, բայց սկզբից չկար ոչ մի բան։ Դրա համար եթե ինչ որ մեկ ուզում է տեղափոխվի, տենց մտքեր ունի, հաստատ տարբերակ կգտնեք։ Կապ չունի որտեղ եք աշխատում։ Մի հատ դերասան կար է, որ դժվարապրոստից էր ասում էր, հե ուրիշի Ռուսաստանում բասեյնը լվանելու փոխարեն այստեղ բասեյնը կլվա, մեզ շատ հարկեցի այդ տղուն։ Ստյոպիկներ վրոդի։ Ստյոպիկներ դերասանը, չգիտեմ ինքը Արորյամի մարդ է, բայց Լավոն էր։ Հա, ումամ լավ մարդ է։ Ես շատ տենց լավ եմ, էլի։ Я разбираюсь в людях։ Ես լավ եմ հասկանում իրանց։ Հայաստանում շատ են մեծ շները, ես շատ եմ վախենում, ամեն անգամ ինձ թվում է բոլորը հասկանում են ինձ, որ անցնում է շներով։ Ես մեծ շուն ունեմ։ Հա, ոյ, ուրեմն քեզ անցնում ես կամ առավոտներ ես վազում եմ, դե տենց տարօրինակություն բան ունեմ, վազում եմ առավոտները ու շները խոսքի տիրոջ հետ անցնում են ու սենց եկա մեծ շուն է, էլի։ Ասում, տերը ասում է, մի վախեցի, չի կծի։ Ասում եմ որտեղ ես գիտես տեր։ Չէ, ու նենց վիճակը դու կհասկանաս։ Որքե։ Գարանտիա կա որ չի գցի։ Հա, Ախ, ես էլ եմ իրապես նույնպես է։ Ուղղակի նենց մեծ ես շունա, որ չի գցի, բայց կարա տակ հիտս ջարդի, չգիտեմ, տենց վիճակ է իր մոտ, ասում է, չէ, չի գցի։ Հետո էլ խոսքի հիվանդանոցում պարկացեմ, տեր ասում ասեցի, որ չի գցի, այդ վիճակն է։ Ես դեմ եմ մեծ շներին Հայաստանում գոտիներով, այդ կապ չունի, որովհետև շատ դեպքեր ա եղել, որ ասել է, վայ, էս լավն է, բանման, կես թևը չկա գցելա։ Չգիտեի, որ դու շուն ունես, կներես։ Չէ, նայ, ես շնից վախեցել եմ շամպես։ Շատ եմ վախեցել, շատ։ Քո նման չէի հավատում, որ ասում էին չի կծի բան եւ այլն, ես մի 10 տարի առաջ առաջի անգամ մատով կպել եմ շանը։ Ես այդ ձևի եմ վախեցել։ Բայց հիմա ես ունեմ մեծ շուն, աշխարհի ամենաբարի շունն է։ Ինչ բառոտ է։ Գամփր։ Ես գիտեմ, որ տենց ռեակցիա է։ Ագրեսիա չկա, կոնկրետ իմ շան համար եմ ասում։ Կոնկրետ քո հանդեպ չկա ագրեսիա։ Բոլորի։ Ինքը կհաչա գելի վրա, մեկ է որ կովը թարս անցնի տեղից։ Ինքը որտեվ գամպր է, всё, ինքը արի գնանք շանս մոտ։
Այո, ես որ միամիտ մտա եկա այդ տարածքի Ոչ բան։ մի բան, ինքը մոտիկ է գալիս այսպես, որ դու ձեռքը դնես գլխին, դա նշանակում է բարև։ Եթե դու էդի չես անում, եթե դու էդի չես անում, ինքը ասում է, նա եթե դու դա չես անում, ինքը մտածում է, ինքը ինձանից վախենում է, ուրեմն ես էլ իրանից եմ վախենում։ Ինքը քեզանից վախենում է, լուրջ եմ։ Էներգետիկան զգում։ Այսինքն չի վստահում, եթե դու իրան չես վստահում, ինքն էլ քեզ չի վստահում, ինքն էլ է դիստանցիա պահում։ Ինքը առաջի քայլ չի անում, եթե դու չանես։ Բայց ինչի որոշեցի շուն հենց գամ։ Այդտեղ ստացվեց, որ այդ շունը դառավ իմ շունն, այս չի որ ես գնացել վերցե պահել եմ, տենց ինքը տենց ստացվեց, որ եկավ ասեց Որթեգրի ինձ։ Ես էլ տենց եղա։ Եկել եմ ես։ Եկավ ասես բարլուս։ Լավ, մենք դեմ չենք շուներին։ Մենք դեմ ենք։ Չէ, բայց քո ասածը, նայ, քո ասածը քաղաքի մեջ, ասենք գամփրը մի քիչ Գամփր չէր, ուրից մեծ շներ կան, ես։ Իմ շունը գամփրը սարի վրա է, ցավը տանի։ Ինքը քաղաքի անգամ է։ Հա, դե դու կապ չունես։ Ինքը քաղաքի մի անգամ է եղել։ Կենտրոնում վազելու առավոտը ու տենց մի հատ Կանի գործոն է գալի։ Իմ շունը քաղաք առաջ անգամ որ բերեցինք, ավտոյի մեջ իրան գալիս էինք, ավտոբուս անցավ։ Ինքը գիտես ոնց վախեցավ, առաջի անգամ տես բան է տեսել, իրան այդ դինոզավր է, այդ մեծ բան էր։ Իրանք էլ են վախենում ակես շները։ Լավ մենք Բանի սարի տղա է գյուղի այդ շունը, ասենք ոչ ման չի տեսել, ավտոբան քաղաք է իջել, լիքը տզվիժեն է, բան։ Խառնվել է Դու իրան։ խոսած եք հեսա շանը։ Սարի պես տղա է։ Սարի պես տղա է։ Վայ, շներից լավ, չէ, այդ դեպքում մենք Բայց ես խորհուրդ կտամ շուն պահես։ Օ, իհարկե շատ Լուտ, հավատարիմ որ են։ պահես լրիվ այդ բանը կանցնի։ Ես լաբրադորից արդեն իր օգնականությունը կջոգես, հետո շատ լավ բան է, էլի, вообще կենթանին ընտանի մարդու ընտանիքու մարդու հետ լրիվ Դե հենց էտա պետք չի շուն պահես։ Ես օրինակ պահում եմ։ Որ այդ շունը սկսեցիր պահել, էլ ընտանիք կազմելու մասին չես մտածելու։ Արա քեզ ու Արա իրոք եմ ասում։ Բայց լուրջ ես կդանամ են կաշատնիցներ։ Չէ, պետք չի։ կատու պետք չի դրա համար։ Ասում է պահողես մարդ պահի, երեխա պահի։ Պետք չի շուն պահել։ Չէ, Մարդ չենք պահի արա։ В общем, չենք պահում լավ շների։ Որոշվեց, որ այսպես ինչ ասեմ, ես իրականում լավ շներից դեմ չեմ։ Ես դեմ եմ ուրիշ բանից, քանի հնարավորություն է տրվել ինձ խոսք ասեմ։ Սիրելի հետո հերոստատիտոներ։ Ես դեմ եմ քիփ շարվար հակնող տղաներից։ Դեմ ենք։ Արա դու շատ լավ բան ես ասում։ Քո էտա։ Ուր ես նա։ Չէ, Էս ինչ է օրինակ, էս էս ինչ ինչ է, է, էլ գնա Սա փոխի։ մասին, հա։ Լիճը ռազիվակա։ Չէ, ես հիմա կբացատրեմ։ Ես իրականում առաջ մտածում եմ, որ քիփ շարվար հակնող տղեկը բան են, գոփնիկ են, քյարտու են, բայց հետո մտածեցի դժվար քյարտուն ուզնա որ իր հետև ընդգծվի խոսքի դժվար ու դեմ եմ որովհետև հետո հենց այդ տղաներն են գնում ու ասում են մեզ բռնաբարում են բաման բա մի հակնվեք այտենց Բա Այդ տղերքը գնում են ասում են մեզ բռնաբարում Женское правосудие виси էլի բանեկա Բա տենց ես հակնվել որ մարդ է տենում Աչկա բա Չէ Վայ ես դեմ եմ Շնորհակալություն որ լսեցիք իմ խոսքը Չէ դες հասկացա ինքը ինչ քիփ շալվարների մասին է Դե հա հələ Ոչ չսիրես լսերը Ես քիփ շարվարով տղա Գրգես սրան Այն Օ չէ այ հիմա ինքը մի դիժոնը կա հա Արջուկ Ուր էինք ասել տներն ուր էինք ասել Հա տղեկից մենք ասեցինք հա տղեկի Կարանք շարունակենք տղեկի թեմաներով Հա դե շատ են հա Չէ, կոնկրետ հենց քիփ շարվար հակնող։ Բայց կարող է կարգին մարդիկ կան քիփ շարվարներ հակնող։ Կարող է հիմա մարդը կարգին մարդ է որ քիփ շարվար հակնում, էդ էլ կարող է։ Բայց բանը հաշվի առել, ժամանակների բան կա, օրինակ ասենք 90-ականներին սաղի շալվարները լեներ, ես նեղ շալվար հակա, սա մայլի հետ կռիվ արեցի, հետո սա մայլն սկսեց նեղ շալվար հակնել։ Դու առաջիններիցն ես։ Հա, դա այդ ժամանակ էր։ Հիմա ուրիշ տենց բաներ ա եկել, ձևեր ա եկել շալվարների։ Ես էլ լեվակ չեղած բան տենց են բանն էի հակնում, սաղ բան էին անում, այն ջագի ջուգի ա բան։ Բայց հետո սա ժամանակների հետ անեն, ցավոք։ Բայց դուք այդ վաղ հայտնի դերասաններ եք, թե չէ, այդ կարևոր։ Ոչ, տակամի դպրոցական Տրենդ է։ եք տալիս։ Ասում ես դագավի Բայց ժամանակ երկար մազերով տղեկին։
որ ասում էին, «Էս ինչա բանման»։ Այդ միջև հիմա Հիմա ասենք լիքը քյարթու տղաներ արդեն sense Google մալատի Բարադան գոտի արդեն երկար։ Օրինակ ինձ պատկերացնում ես երկար մազերով։ Օ, հետաքրքիր է։ Ես ունեցել եմ երկար մազ։ Հետաքրքիր է։ Օչո։ Այդ հա դու պոչ ես ունեցել։ Լավ, սպասի։ Կարող եմ գտնեմ Լուրջ նեգա։ ես Ամեն ինչ ունեցել է շուն, պոչ։ Շոն, այ Հա երկար մազը չա որ չունենանք այ մարդ։ Արունակ դրան ոնց ես վերաբերվում։ Երկար չէ, Երկար իմ համար մազերը։ տղամարդը տենց պիտի տղամարդ լինի, ասես քրդինքի քչի ոտ կավարից։ Տենց տղա, слишком ես։ Մի քիչ էլ տավոտի։ Տաուտ սմասկի բան, էլի, դա յուղա, էլի։ Մի խոսքով եմ պապին ինձ դզեց։ Պապիոտ, էլի, տենցա։ Չէ, մի քիչ ես այդ, չնայած մենք հիմա աղջիկները սկսել ենք ավելի տղամարդ ձևի դառնալ, դա էլ է բադ, ավելի կանացի դժվար։ Օրինակ ինձ ասում են կանացի, բայց ոնց։ Ոնց ես գրաֆիկով կամ բան, որ սենց պիտի քայլես, արագ-արագանես, ոնց ես սենց անեմ, վայ, կներեք։ Չի լինում, ես օրակի ես ապշացում ու հիանում եմ խոսքի Նազինի Հովանեսյանով, որ տենց կանացի են դանդաղ են խոսում, սենց չեմ վռազում։ Ես չգիտեմ, կարտոլ լինի մեջս տակ-տակ։ Շունը վազում այդ ժողովուրդ։ Չգիտեմ, պիտի надо стараться, որովհետև քանի որ ես եմ սիրում տղամարդուն, երևի այդ տղամարդն էլ սիրում է կանացի կնոջը, ոչ թե իմ 43-րդ ռազմարան։ Էլի ասում են։ Մխում է էլի մինչև վերջ։ Գա հիշի, շատ են, կստացի, Հայաստանում շատ են մոտկանում փողոցը ծանոթալու, Ռուսաստանում չկա տենց բան, երբեք չեմ հիշում, նույն տեսքը կարող անենան բանման, Ռուսաստանում երբեք չեն մոտկանում փողոցը ծանոթալու, այն որ ուզում ես մազերդ ֆիոլետովի ներքի, им всё равно։ Այստեղ շատ են մոտկանում Հայաստանում, ու ես ապշացեմ էլի եկանք։ Վայն, ապշացեմ հայ տղամարդկանց ինքնավստահությանը, վայ, այն որ ինքնագնահատականն է, այն որ խոսքի փորը այնքան մեծ է, որ այն որ իր ամսական աշխատավարձից մեծ է, խոսքի ատամները թափած բան, բայց այնքան ինքն իր վրա վստահ է, որ ասում է ապա ինձ գեյերի հետ մի թողեք, ապա ինձ հում կուտեն, բան, որ ինքը իրան շատ է սիրում, էլի։ Մենք աղջիկներս պիտի սովորենք իրականում տղեկից, որովհետև հիմա որ աղջիկներին տեսնես, հարցնես, կասի, վայ, չէ, ես պիտի նյարեմ, վայ, մի քիչ կարտամ, մի քիչ ես սովորեմ, են սովորեմ, այսինքն մենք միշտ մեզնով գոչենք։ Բայց հայ տղամարդիկ այն որ դասեր կարան բացել։ Տղամարդը պիտի փորով ինքնավստահություն, ասում եմ մի քիչ քո ինքնավստահությունից ունեն, այդ հայ տղամարդու մասին է։ Իրոք իրանք շատ լինում էր դաժե որ փողոցը մոտկանում են, ասում է դե լավն եմ, ինձ թվաց ինձ ասում լավն ես, ֆրում եմ ասում եմ ինչ, ասում է լավն եմ ուզի ինձ, բան։ Չորա։ Что? Շատ է, դե շատ։ Այ զարմանալի է, բայց ես քեզ մի բան ասեմ, հիմնականում դրսից եկած մարդկանց շատ հեշտ կռահում են։ Եվ գաղտնիքը նրանում է, որ տեղացի աղջիկներին այդ ինքնավստահությամբ շատ քչերը կմոտենան։ Դրսի կռահում եմ դրսի ես կարևոր լսի։ Բայց ճիշտ ասում։ կռահում են եւ այդ ինքնավստահությունը իրա գալիս է նրանից, որ դու դրսի հələ տեղին սերապոսստանեմ, զանգեմ կգանք էստիս կավլեն կտանեմ, ոնց է իր ինքնավստահությունը վրաս կոտրել։ Հա, այդ ֆակտորը կա, կարող է քեզ ճանաչում են, գիտեն որ դու դրսից ես։ Զրում է ինձ թվում է որ դրսից է ու вот и всё։ Միանշանակ զգացվում է դրսից եկած այստեղ շատ արագ են ճանաչում ինչ ուզում ես հակի որոշում դրսիցը որն է այստեղ ցավը տանեմ ասենք թաղերով են ճանաչում ენი որ թաղից է որ քաղաքից որ ռայոնից որ մնաց սահմանից դուրս եկել է այստեղ էլի ես օրինակ մեյքափից կարողանում հասկանալ աղջիկը որ քաղաքից բնակիչ է հա Իմ մեյքափից ինչ կասեիր ես դու Ռուսաստանից ես որ Ռուսաստանից է բայց հայկական վիզաժիստ է շպակլովքն արել չէ բայց մեյքափից ապա չէ լուրջ եմ ասում Լուրջ եմ ասում, Ինչի՞ց օրինակ, ինչ։ Լուրջ եմ ասում։ Թիմն ասում։ Կա Շինգավիթի մեյքափ։ Մի հատ բերեք էլի, բերեք Շինգավիթի Զեյթունի մեյքափ, կա կենտրոնի։ Էսի որտեղ ես մեյքափ։ Հակու կա բան չէ։ Երևանում աղջիկը եկավ Դիանաս անում միշտ։ Հովազը։ Դիանայի մեյքափ։ Դիանան Երևանից է, բայց ինքն էլ է Մոսկվայից։ Տեսնում ես։ Էտա մոսկովսկի մեյքափ է, էլի։ Ես մոռացել եմ որ ինքը Մոսկվայից է։ Ոնց որ գրածելնի կրասնի օկտябрь։ Ձեռագիր կա։ Շիլկավիչկա где-то։ Կա Instagram-յան մեյքափ, եւ դա ձեռագիր։ Ալյոնուշկա։ Ալյոնկա։
Բայց դուք նկատեցիք, որ այսօր ինչ ասեցի տղամարդկանց մասին, մենակ ինքն էր պատասխանը տալիս, Գևորգներ, մենակ սա շլիֆովկա է։ Հա, այդ կա, բայց նաեւ։ Բաղուց արդեն տղամարդ չեն դրանից։ Այ չէ, ուրիշ, առաջ ուրիշ էր, առաջ լավ էր։ Հա, Առաջ լավ է։ մեր վախտը ուրիշ էր բարազան։ Առաջ ուտելիքներն էր լավ, ժողովուրդն։ Так, ой, если կունեմ մի հատ հիշեմ, ինչ որ կարճից էլ եկեք պատմեմ, որովհետեւ Չէ, երկարից ոչինչ պատմի։ Ռուսաստանից, Մենք սիրեցինք քո բոլոր պատմությունները, անկեղծ պատմի։ Մենք հեսա էսի փագում ենք, մի հատ շորերներս փոխում ենք, մյուսն ենք նկարում։ Դու էլի։ Դու չփոխես մենակ, դու չէ։ Ես մի շորով եմ, իրանք եմ, որ ամեն հաղորդմանը փոխում եմ։ Ես մի հատ 0.6 ունեմ ֆրֆրում։ Նվերն էլ կփոխեք, չէ՞։ Ավտոյից իջա, ավտոյով եկա, էլի։ Ոայ, Ռուսաստանում դաժան ա եղել, ինչի չեմ ուզում Ռուսաստանից պատմեմ, որովհետև Ռուսաստանում իմ մանկությունը դաժան ա եղել, ինձ դպրոցում միշտ տպում էին։ Դու չես Այդ դեպքերը չեմ կարող հասկանալ։ Տպում էին բարիս բունի իմաստով։ Այն որ դպրոցի հետևում, նո խոսքի բռնում են, խոսքի կամ դասի ժամանակ ֆիզկուլտի բասկետբոլն են ծանր գնդակը միշտ գալիս է գլխի բանը։ Ինչի կապակցությամբ էր այդ ամենը։ Որտեւ շատ սենց, ես եմ մեղավոր, ես շատ կոմպլեքս, ես սենց էի, դե երեխային իրանք է պիտի տենց ֆիքսվեն, էլի ինչ որ մի հատ սլաբ է։ Ես էի, ու ես իրականում գեշ էի, առաջ մոնոբրոյով բան սենց։ Դե սենց տեսք չունեի։ Առաջելը նայելը, ասենք հին նկարները նայ, ինձ թվում է ցանկացածս գեշ են կարա այն։ Չէ, դուք չեք փոխվել ժողովուրդ։ Դե նայ այդ պատանի տարիքում այդ դպրոցական մի հատ որ անցում այն տարիքում բոլորն է գեշ է։ Մանավանդ մեր ժամանակները ջուր ու լուիս բան այսքան վարշավինարոշ Սիում եմ եղեն, զիմի նայ։ Դուք մի սաղ եք։ Тёма вообще ինքնուրնա։ Ես Тёма էի։ Քո դպրոցական նկարները նայ։ Կուկլի, 7-8-րդ դասարանները։ Կոնկուրս կրասատի էլ Վարշավինարոշ կրեր ուստա մացոներ միակ Արա ես էս ասեմ, ես այնքան սիրուն եմ եղել, որ Չեխիայում աղջիկների կոնկուրս կրասատի մասնակցել եմ, կրել եմ։ Միս բանի։ Այդ կատակ էր, բայց երբ որ դու կնյազ էիր, վերբարացնելու Բանդեղ արդեն 25 տարեկան տղա էր։ Դե որ կնյազ էր, ես ու իմ քրերը ասում ենք, Տյոմը իմ ամուսինա, չէ իմ ամուսինա, բան էր որ։ Այդ վաղտ լուջիկ կումիր էր։ Բայց լավ իմաստով չեք փոխվես նկարիչում։ Ոնց կակ դենցել մնացել եք, չէ։ Չգիտեմ, հիմա երեխային տպում էին հիմա։ Երեխայի մածում։ Հիմա երեխային, ինչ ասեմ։ Հա, ու այդ ինչի համար ասեցի։ Որ մի հատ դեպք եղավ, որ տպեցին դες մորոզա Ռուսաստանի մորոզերն են, որ 50 աստիճանա ու գլխակս վերցրեցին, այտենց ավիրեցին, գցեցին ու առանց գլխակի ցրտին եկատուն, դե մամաս ասեց ուրա գլխակը, դե խոմ չեմ ասի, որ ես եմ դպրոցի լոխը, ասեցի կորցրել եմ։ Մեկը մաման ասեց, «Էդ էլ մաման մի հատ տպեց»։ Բաբա վշտի։ Մի հատ էլ մամայից ստացա, հետո տենց պապայի հետ հիշում եմ կուրկես վերցրեցին, սենց չլում էին ինձ, սենց գցում էին իրար, բան, սենց ուրախ մանկություններ իմ։ Շատ ավես էր, շատ լավ։ Տպոցուտում էր, գլխակը կորցնում էր, գալիս էր գալի տուն դրա համար էր տպոցուտում։ Դպրոցում հիշում եմ միշտ որ այսպես չի եղել ձեր մոտ չնայած չէ դուք որտեղ ասես որ ասնում էր կարիդորով դասարանները գոռում էին տիպա ты խաչիխա արմյանկա ես ումա լավ մարդիկ են ուղղակի չէին ուզում որ արմատներս մոռանայի զուտ խոսքի հիշացնում էին քեզ այդ արմատները հա իրանք չէին հասկանում որ դրանով հենց պնդացրել են այն հայկականությունը որ քո մեջ է դե չէ որ չասեին կարող է տես դու էլ տես գնայր էլի այդ ճամփով Լավ մնացեք։ Լավ եք։ Լավ որցես։ Լավ որցես։ Դու լավ ես։ Սարել դու լավ։ Լավ է, տխուր թեմայից անցնենք, իրականում շատ հայեր կան, որ այնտեղ ռուլիտ են անում, դպրոցում այնտեղ բոլորը չէ, որ եթե հայես տպում են, չէ։ Լավ են վերաբերվում։ Հակառակ այնտեղ հայերը մաֆիոզի են այնտեղ։ Ռուսներին են կառավարում, ռուսները վախենում են։ Ծնվեին այն պատարական։ Դա։ Ընկնել Ռուսները վախենում են։ Դե դողլա ասեի։ Այնտեղ որ գալիս ես ինչ որ разборки, գալիս են ռուսները, ասենց ինչ որ շեյք բաման, մեկը ասում են, «Չո, когда начинаем», ասում է, «Сейчас Карен придет начнем»։ Դե մինչև հայը չգա, դրա համար չէ, մենակ հայ լինելով հպարտանում ես։ Ես չեմ հիշում տես պա, որ ես դաժե որ տպում էին, որ տիպա հայ ես բաման, չեմ հիշում տես պա, որ ամաչես կամ ասես լավ, ես մի քարտակը չստանամ, ասեմ հայ չեմ, չէ, հակառակն որ հայաստան։ Չէ, հայաստան։ Ինչի է յոմարոսկե որ դու ասեցիր իմ անիմաստ չես հասկանում իմաստը, բայց ասում ես, չգիտեմ ինչի։
Չէ, հայերը որտեղ էլ լինում են, իրանց կարողանում են դրսևորել եւ բոլոր ոլորտներում են։ Իրա կռիվների սաունդը։ Սաունդտրեքը։ Ակից գնում է։ Հետաքրքիր է նա, որ ես հանդիպեցի այդ տղաներին մի քանի օկու, որ հիմա այս կյանքում եկա, որ հասուն ժամանակում մեկ աերոպորտում, ոյ, չասեմ լավ որտեղ աշխատում։ Մի խոսքով աշխատում, նենց դերասանություն անում, մենք քեզ ասում ա տպել ենք։ Բայց ճանաչում է, հիշում է քեզ։ Հիմա դե իրանք քեզ ճանաչում են, որտեվ իրանք երկուսը հայ են, մնացածը դագեստանցի, բայց այդպես դերասանական խաղ, սաղ նստած են, չեմ բոլոր ախպերներից հետ են բան, ասում ես ինչ է խոսում, դες բան ա եղել հրանուր։ Ասում եմ, հալավ ասեր մի հատ իզվինի պրծներ են, որ ասա իզվինի։ Չի ասում, այդ մարդը ասի լավ, քեզանից բան չունեմ ստանալու, լավ է, չի եղել այդպես բան, լավ։ Ես ինքս ինձի խոսքի։ Ասա իզվինի։ Ես ուրիշ դպրոց եմ գնացել вообще։ Ձերը ինձ թվում է, ես կերազեի հայկական դպրոցում մեծանա, ինձ թվում է, ես այդ վաղտ արդեն ես կասեի, որից հետո կարող է։ Մեր դպրոցը, կոնկրետ իմ դպրոցը սաղ ձևերով եղավ, քարիչ շենք էր, հետո պալատկա էր, հետո դոմիկ էր, դոմիկի մեջ էլ ավարտեցինք, չէ՞ դե գոնե ու այդ տարի այդ ժամանակահատվածում ինքը սիրուն սիմպաթիչնի մազրե հետ ժելե աստղի Սա դոմիկի մեջ էլ ավարտեցինք։ ճիշտ ասում դոմիկի բայց դպրոցը քանդվել է բանից բայց մի հատ լուրջ էլ է հերոստատիտողներ ջան մի հատ կոմենտարիներում գրեք ասեք որ իրանց էներգետիկան այդ ջահելության այդ ամեն ինչը պահպանվել է հիմա շփվում եմ вообще չեմ զգում ինձ թվում է այն բանակումի այն տղեկն են տիպը ես մնացել եմ ոնց կամ սխրանից են կերասա Պրիտոմ էսի այսօրվա 4-րդ հաղորդումն է բա որ առավոտը գայր Վայ լավա որ հիմա եմ եկել բայց չէ լուրջ ինձ թվում է բոլորը կգրեն ու բոլորը իմ հետ համամետեն առանց կատակի Հա չէ մեզ համարում ենք չծերածող տեսակ գրեք կոմենտներում 35 տարեկան մարդուն տեսնում ես նենց դժգոհ է կյանքից նենց դեմք ունի մտածում ես վայ այս մարդը իսկ գևը մյուս տարի արդեն թոշակ է ստանում Բասում ես Վայ տա մենք նախանձում ենք ձեզ ես եմ ուզում անցնել թոշակ Ջայել վախտով տենց որ իմ համար կայֆ ապրեմ էլի Բաց մնաց քիչ մնաց թոշակի Ուրիշ պատմություններ անուշ Հա ուրեմն միշտ կա Կարա ես ասենք ասեց հա ուրեմն ինչ էր եղել հա իմ ընկերուս մոտ բան էր եղել ցենց ձկներն էին ակվարիումում բանը Եկավ ասեց տիպը քո նման պահում է էլի ոնց որ դու շունես դենց են ինքը իմ ձկներն հա ձուկս իմ ձկնիկս բանման եկավ ասեց բա տիպը մնացել են ձկներս ասի խեղդվել են բայց ինքը չծիծաղեց Վայ Պարզվեց իրոք խեղդվել են Այն կորիզի կոտիկներ մնացել բան են կերես ինձ խեղդվել էր իր Բայց ամենասիրած իսկականից ասենք ծիծաղում բայց կիսլարոդը որ անջատես կխեղդվեն չէ И всё резкий որ դարել էր ուտելու ձուկը Հա դե հա որտեղ դրա մեջ կիսլարոդ չկա Տենց կա որ ձկանը հանում են դուրս մի քիչ Ես ամենայն հարգանքով մեր հյուրերից մեկն էլ պատմեց ձկներ ու ակվարիումում բայց այդ կենթանու բայելու այդ հաճույքը ես չհասկացա Դու ես ասում մրջունների ֆերմա են պահում ախպերտունը Օծել են է պահում Մրջունների ֆերմա Մրջուն է ինչ էր Այսենց բան մուրավի Սենց մեծ մի հատ այս ձուկ ասենք ձեն չի Մախճմուկ ապեր ձուկը ձեն չի անում Ես մարդ գիտեմ եկել էր բանից ակվարիումին ասում էր գիտի կա լսում է դե ձուկը չի լսում Ու գալիս է Չէ չի գալի իհարկե ձուկը չի լսում այդպես բան չկա Հենց չի որ իմ շունը տենց հասկանում է կանչում գալիս է ինքան լավ որ դու տես նստում ես տեսել նայում ես իրանց այդ լողալը ներվեր տանում Իսկ ես տեսել եմ խիշնիկ ձուկ մի հատի ակվարիումի մեջ մի հատի խիշնիկ ձուկ մի այսքան օրոտամները նայում ես վախենում ես Բանը գցում վերևից ասենք չգիտեմ մուկա կամ խամիակ բան արա գիտես ես մոմենտալի մի հատ sense ջուրը կարմրում է ջուրը ու ասես էլի հետա բանանը իրա Գզում փրթում է ապեր ուտում է դա խիշնիկ ձուկ մի անգամից իսկ այն բարի ձկները հանգած մատը բան հանգստանում ես ներվան Օ ինչ է եղել ուզում եմ հարց Ձուկը պիրանյան կծելա Չէ լուր կտրտե վարդ է ուզում Ավելի լավ է պիրանյան կծել Շատ հետաքրքիր վարդերի Լուրջ ծաղիկների հետ վարդ է ուզում կտրեի Եվ այդպես
Վարդը Սև վարդ է գալու։ Սեկատորը աշխատեց դեպի այդ կողմը։ Բախտից է մարդու իրոք։ Այս վերջերս քրոջս ծնունդներ Սարատովում գնացի որ նշենք, օծ էին բերեն, որ պորտապարեներ կա ու օծն էլ հերիք չի ինքնա, ցած իրան ցնցումա մի հատ էլ օծն ա բերում, սախ հետը նկարվան ես ապշած էի, ոնց խոսքի, իրոք ժիվոյ օծ է էլի։ Մի հատ հարսիկիս մեկիցն էլ սենց դրեց դոշին, սենց նկարվավ ու գցեց հաջորդ օրը գրեց «Յայ մայա սվեկրով»։ Բայց բոլորը չէ որ գնահատեցին այդ կատակը։ Սենց եկա պատմություն դառավ, բայց ես չեմ կարող, չէ, կենտանի։ Չէ, ես այդ օծը ունը չէ։ Չնայած կարող է ավելի բարի լինի, քան որևէ մարդիկ այդ օծը։ Դե օծը չէ, օծը չէ։ Նրանք բնազդով։ Օծը չէ, все-таки չէ։ Օծը այն որ ասում ես սերպություն չունի, այդ միշտ հիշում է պիտոնի պատմությունը, որ մեկը պիտոն ապա է տանը, իրա մաչակալի վրա, բարձի վրա, տենց կլոր սիրուն պարկե քնելա, մի օր տենց ուղիղ է քնե։ Չի կլոր ցե, էլի ուղիղ է քնե։ Զանգել է այդ բանին, այդ իրա ինչ որ վիճինարին ասել է, սենց վիճակ է կարող է հիվանդը ասել է, չէ, չափում է դու տեղավորվում ես իրա մեջ, թե չէ։ Որ Սերպություն չունի, ուզում ես կերակրի, քեզ ուտելու է։ Չէ, ոնց չէ, բայց չունը։ Բայց այդ ուդա երևի այն բաներից է, անակոնդաներից է։ Չէ, պիտոն։ Ահա, պրոստը պիտոն։ Ես մի հատ պատմություն եմ լսել, չգիտեմ ճիշտ է թե չէ, դեսպաններից մեկը սիրահար է եղել այտենց բան պահելու, չգիտեմ որ երկրի դեսպանը դուրում Հայաստանում։ Պահել է դեսպանատան շենքում, ինչ որ իր սենյակի մեջով մի սենյակ, որտեղ որ պահել է նմանատիպ էկզոտիկ կենդանիներ, օծ, բան, չգիտեմ ինչ բան։ Ու այդ եղել է որ թողել է այդտեղ կաբինետում, ասենք գնացել է, էլի։ Հավաքարարը փոխվում է, աշխատանքից դուրս է գալի, գալիս է մի հատ նոր հավաքարար։ Մտել է հավաքարին կանչելը պիտոնն է եկել։ Մտել է մաքրելու, պատկերացնում ես, ասենք, տեղից այդ կնիկը ինչ ուշա գնաց, ասենք չեն ասում, որ այնտեղ օծ բան կարող լինի, պիտոնը մտնում է, տեսնում է։ Մեռնեմ։ Անան գնում է, այնը կուլա տալի։ Չէ, կուլ չի տալի, ուշա գնացել է սկորի։ Հիշում ես մենք նկարեցինք մի հատ տեսարան։ Օծի հետ։ Պիտոն չէր էլի։ Արա ինչ որ ծանոթ բան, որտեղ է։ Ես այս հենց նկարվել եմ հետը։ Սիրտս կանել է։ Որ համար։ Ոչ բայց մի ինքը չի կոպեկ։ կծում։ Չէ, բայց ինքը բան չի կծում, ինքը տես Բայց չէ, սարսափելի է, այնց կծել բան չի։ Ես հիշում եմ որ իրան ծածկում էին, որ տականար, Ահա։ որ շարժվեր։ Ահա։ Որ ինքը սառում է, ինքը էներգիա խնայում է, չի շարժում, իսկ մեզ պետք է այդ ակտիվությունը, այդ իր շարժը տենց կուրտկով բանով, հիշում եմ տենց մխտրել էր այդ շորի մեջ էլ։ Ասում է էներգիա խնայող գազի կացան։ Հա չես ուզում։ Լավ, ինչև է։ Հա, ինչև է։ Օծը բան էլ կա, такой же анекдот тоже есть Ռուսաստանում էլ կա, որ ասում են յոժիկ օծը խնդրում են յոժիկին ասում է տար էլի ինձ էս գետով, ասում է չես կծի, չէ, ասում է կյանքում քեզ չեմ կծի, բաման 3 անգամ կծում է ճանապարհին, հետո ֆռում յոժիկը ասում է ախպեր, բայց ինչի կծեցիր, ասում է բա ես օծ եմ, բա ինչ էր ուզում, դու ես մեղավոր, դու չգիտեր որ տենց է լինելու։ Да, если просто дополнение к этой բառն է, ձին մտնում է ռեստորան հաց ուտում բանում։ Սիրուն նորմալ։ Հերմա որ գնացում են մկային, ասում են, բա հաշիվը, բան ասում են, ինչ հաշիվ, ես ձի եմ։ Հիմա այդ էլի։ Ինչ հաշիվ ասում են, ձի եմ։ Բայց մտնելուց ակում։ Հա, սիրուն կտ Դանակ պատարակով, կշղակով բա։ Ինչ եք կարողանում անել, ասում եմ դե ձի եմ էլի, ամեն ինչ կարամ կրկեսում անեմ, ասում եմ ինչ կարա կանեք, ասում եմ դե հետդ խոսում եմ հերիք չի։ Ուրեմն իմ ծնողները տուն են հանձնում երկրաշարժից հետո մի հատ ընտանիքի կարիքավոր, sense մտածում են մեղք են թող ապրեն, դե իրանք մեկը գնում էին Ռուսաստան ու տենց ընտիր տները էլի, մերոնք իմ papan դե շինարարա, ընտիր սարքելա, տենց եկա տները, որ հիմա դաժե ես չեմ ապրում Ռուսաստանում մեջ, ու ինչքան տարի է անցել երկրաշարժից 30 քանի տարի այդ մարդիկ ապրեն, մի օր ոչ օրավ ոչ Գևորգ ջան, մի օր ոչ օրավաճար, ոչ մի հատ կանյակ, այս աչքը չի տեսել։ Մի հատ շնորհակալություն չեն տեսել։ Նենց եղավ, դե որ մենք միշտ գալիս ենք այդ գյուղ, մտնում ենք հանդիպում ենք մի հատ տունը տեսնենք, մտոնք սուպրո սեղան գցեցին բան, դե իհարկե մեր հաշվին տենց ապրում են, տենց կնյազի նման ինձ վերաբերվում են բան։ Մեկը մի թեթև սենց ասեցի, որ ուզում եմ ծնողներս տեղափոխվեն ու այս տունը պետք է ազատեն, որ մարդիկ վերադառնան իրանց տուն։ Այս կոկտեյլը որ կար շպրտվեց դեմքիս, այն կոնյակը չէ, կամպոտը, թուրք ասեցին էլ, ինչ ասես, ինձ ասես, դու գիտես ով ես ինձ ֆրաց ասես, ասես լուրջ, դու գիտես ով ես, դու թուրքից բետար ես, թաքեմ
ես ու գնաց։ Ես կյանքում չէի պատկերացնի, որ մարդը, որ 33 տարի ապրել է, կարա ֆռա ու հիմա մենք ոչ մի ձև չենք կարող այդ մարդկանց մեր տնից են, որ ասում են։ Երդվում եմ։ Մինչև հիմա իրանք ասում են ամեն տարի այսա կելնենք, պապաս ասում է դե իմ ընկերն է եղել, ես ոնց կարամ։ Ու հիմա այն որ այդ առաջի մարդիկ են, որ ինձ թուրք ասեցի։ Ես ապշած եմ, ուղղակի իմ համար այդ հիմացի ծաղալու է, չգիտեմ ինչի, հա, բայց դա մենք ենք մեղավոր։ Իրականում ես թող դաս լինի բոլոր մարդկանց, որ բնակարանը այդպես բարի սրտով հանձնում է, գիտի թե լավություն անում, առհա լավություն կանեք դուք, չի լինի այդ լավությունը։ Դուք եք մեղավոր, բայց մարդիկ այդքան տարի ապրում են այդտեղ։ Էլի սկսվա։ Բայց իրականում այդ լավությունը հետ է եկել, հիմա էլ թազա տուն ունես։ Դու իհարկե իրանք են օգնել, որ։ Չէ, ոչ թե իրանք են օգնել, այլ Աստվածա վերևից։ Պատմական տուն է, հայրական։ Այսինքն լավությունը տենց չի գնում, էլի, տենց ուղակի ջուրը կորում։ Դե մենք հիմա, հա։ Ուզում եմ ասեմ իրան մի նայ ինքը թուրք ասեց, չգիտեմ ինչ է իր բանն։ Հա, էլի չնայի, բայց այդ տունը, էդի պատմական հայրական տուն է։ Մի հատ էլ դրա վկայական բան կբերես, ես այդ հարցի Դա կադաստր ես մոտ հասկանամ։ Դու մինչև ես մի հատ քշենք այդ կողմերը։ Չէ, իրոք ճիշտ ասեց կներես Էմիլ։ Հա, Ամիլի ուզում ասել, չգիտեմ ինչ։ Ճիշտ ասեց համբարձում։ Էմիլը ճիշտ ասեց, որ մենք ուղղակի հիշում ենք այդ մարդկանց քննադատում ենք, որ այդ պահին սենց էր տակացած այդ պահին։ Մենք ուղղակի պայերա հիշում ենք, որ ինչ որ դե իհարկե էմոցիոնալնի բաներն է, չէ՞ մնում, բայց մենք ոչ մի վատ բան չենք նշնչում, ուղղակի ազատ եք մեր տունը։ Կարճ կոնկրետ։ Կարճ կոնկրետ։ Բայց ժողովուրդ ջան, ձերից շատ հաճելի է, բայց ես երեխա ունեմ տուն։ Տենց գիտեմ, որ դուք ունեք, իրոք շատ հավես։ Հա, մենք ունենք, հա, ճիշտ է, մենք ունենք։ Իսկ դե քեզ պատճառի դա։ Մինչև փակել եմ, այդ շատ լուրջ, շատ ծանր կտոր էս մեր հաղորդման մեջ, շատ sense մեղքերի թողություն է կոչվում։ Դու պետք է հիշես ինչ որ մի մեղք, որը գործել ես ու որի համար ուզում ես ներողություն խնդրես, ինչ որ X մարդուց կամ ընդհանրապես ներողություն խնդրես, в камеру, пожалуйста. Գրիխ в кавычках։ Շատ լուրջ, շատ։ Չէ, վերջինը մտքիս եկավ, որտեվ եթե հիշեմ այն։ Դավայ, մեկ սաունդը կապավել։ Հա, բանը կդեմ, չէ, էլի։ Չէ, սպասի սկսին որ։ Մեր մանկության տանգոյի։ Չէ, մենք ունենք։ Հա, լավ։ Ի Ուզում եմ ներողություն խնդրեմ վարորդից տաքսու, որ վերջի անգամ կոպտեցի իրան ու զվոզդոչկա չդրեցի, չնայած խոսք էի տվել։ Ու ինքը իրոք խնդրեց, ինքը ամեն ինչ արեց, որ ես չուշանամ այս հաղորդմանը, բայց ես այդտենց տվար գտնվեցի այս դեպքում, որովհետև վռազում էի, բայց եթե դու դա նայում ես Վարդան Ղուկասյան անունը ինչ անունը։ Չգիտեմ ինչի։ Իրոք չթողեցի, ոչ չի, ոչ թողեցի ու բամել կոպտեցի, որովհետև դե տենց է, չէ՞ Վարդն է, վայ դուք են դերասան եք, այ մարդ գործը տարա քշի բան։ Իոնտակ, հա, դեմտնա, ես ինձ դրել էի բանի, դոկարյոնը ինտեղ։ Այդ հիմա հիշեցի, որ շատ տգեղ էր իմ կողմից կներեք։ Իսկ եղել է մի հատ էլ հարցնամ ու վсё, որ այտենց նստում ես տաքսիս, վայ, մեր գիտես ինչը քեզ շատ ասի, մի հատ վիդեո միացնեմ, հետո մի հատ խոս է, էլի։ Բարևի դա։ Բարևի էլի։ Ես ամենուր մինչև տուն ասնել ինչ որ մեկ երեխու հետ տես խոսում է տաքսին։ Հա, բավոց։ Այս հեկի մեծացնելով ենթում ես։ Մի հատ երկու ձևեր օ։ Այ ենթում եմ, հա, ոնց որ դոկումենտալի ֆիլմ նկարեն, 3 ժամ պահել են վրետ են։ Բայց ինձ ամենակնդալուն ասեց ընկերուս հետ նա խոսես, ընկերուին է բանում այն, Ռուսաստանի չգիտեմ որ քաղաք։ Я же говорю, вы кумиры девушек. Ես տեղից ասենք Ռիազանի խոսում էի, չգիտեմ, խիմի ատում հետ, մի տարի քշի ինգեր։ Ռազյան։ Մի հատ սխալ են անունը տալիս։ Ոյ Ռազյանի միանը։ Սխալ են անունը տալիս։ Վայ քեզ շատ ենք սիրում, վայ Վարդանուշ ջան։ Վարդանուշ ջան։ Մի պոյ, էս ինչ է բաստոն։ Չգիտեմ, սրանց Ռազյանի վրասի, ոյ Ռազյանի միանը։ Ոյ Ռազյանի միանը, Ես ավուտում եմ ազատ տվեց։ Վայ։ Ոնց է կոչվելու, հետաքրքիր է, դուք զագալով եք, չէ՞ դնում, դուք եք որոշում զագալովներ։ Հետաքրքիր է զագալով կանոնը։ Մենք դաժե չգիտենք, որ դու ես գալու։ Չէ, զագալովը հետաքրքիր է։ Այդ կերպը խնդալու է։
ինչ է։ Всё, կարամ ֆրամ, թուղթը պայել ես։ Հա։ Դե գիտես որ կերպարն է։ Սա։ Ու всё։ Պետություն լավ է, գիտես, այսինքն կարճ է։ Ինչ-որ շնչառական։ Երկու բառա, չէ։ Երկու բառ հետի կլինի ադի բուդի։ Հա։ Всё, ջոգել եմ չոտկի ինչա։ Լավ։ Էդ ինչ ես բռնել։ Լուրջ եմ ասում։ Չոտկի ջոգել։ Ճիշտ է, չէ՞ ցուստով է։ Չոտի։ Ֆրալ է։ Այ։ Ուրեմն նայ, դիչը։ Երկու բառ է, էլի։ Դի համարամասներ պետք չի։ Ու վերջում Չէ, վերջինը չեմ։ Հա։ Всё։ Այդ ոնց է իրան, թողցից դային ես, Չէ, ցույց տուր։ Դու այդ մենակ առաջինը ցույց տուր, ես վերջինը ցույց կտամ, ինքը առաջինը շատ սիրուն է անում եմ։ Այդ նատարել։ Բայց վերջում Հա։ Ասար։ հսա, մանչես։ Ես չէի ջոգի։ Հսա։ Լողանալուց ինչ է անում բայց վերջում։ Նե, ասմա։ Նանա։ Ահա։ Խոսքի։ Ոնց точно։ Շատ սիրուն է ասում։ Արա շատ հասկանալի ենք պատմարեն, չէ՞ զարմացած երեսներից նայում։ Ալտերնատիվներ ենք ցույց տվել։ Դաժե ալտերնատիվ է։ Լողացա բացեց դուս եկա։ Հա ինչ տեսա։ Ահա։ Թարմացած դուս եկա։ Հա, Լոգանքից ինչ լոգ։ հա։ Մի բառ է երկու չէ։ Լողացած թարմ ինչ է։ Блестящий да։ Չեմ ջոմ։ Ինչ ասեմ։ Լող։ Ձեր տանը չեք լողան։ Համի որ իմանա, աս պետք է ասես, Չէ խոսում։ այդ տենց բան է։ Ապե որ գնում լողանում, մելնում ես ինչ են ասում քեզ։ Ո, это слишком прямой рот։ Դուրս ես գալի բարմիկից ինչ են ասում քեզ։ Հələ մտածում Բարմիկը տա։ Անուշ։ Ապրես։ 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 Ես ուրիշ գործողության վրա եմ խորացել ախպեր։ Բայց շատ կետեր չէ՞ բարմիկը։ Ապրես։ Ոայ։ Լավ խնդացի։ Փողը փոխվելուց հետո սկալ չի խնդացի։ Ապրես, դու իսկականից դու տաղանդավոր մարդ ես ու լավ մարդ ես ու այդ դրա համար նա ինչա գալիս քո համար։ Ոայ, շատ սիրունա։ Դու ջարտելու ես հիմա։ Ջարտես այդ հլոք ջարտել։ Վերջ անգամ մենակ բանը։ Վերջ անգամ մենակ ուտելիքին եմ սկան ուրախացել, շատ սիրունա։ Իրոք շատ է բռնում։ Դիետա։ Երեմ ջան, օճառներա Սարլի ընկերության կողմից, չգիտեմ ծանոթ է Սարլին թե չէ, բայց կծանոթանաս։ Ծանոթանամ արդեն, որտեվ իմ տան մեջ դնելու եմ դեպի թող Արարատ նայի իմ հետ։ Սենց դեպի շատ սիրունա, շատ գերազանց։ Իսկ կարած վերջում այդ բաժակով է թեյ խմես Արարատի։ Իսկ բաժակն էլա մոնտաժ։ Բաժակը։ 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 Ես էլ եմ ենթադրում որ պետք է բան Օճառ։ օճառ լինի։ Մի խոսքով, ինք սաբոն է, ինք չայ խմես։
Վայ, կարամ մի հատ էլ մեղքերի թողություն։ Հա։ Դավայ։ Ես ուզում եմ ներողություն խնդրեմ, որ դատարկաձեռն եմ եկել այս հաղորդմանը։ Դա շատ գյումրեցավարի չէր։ Բայց դա ընդունված պրակտիկա է մեր մոտ։ Դա շատ վատ էր, որովհետև ռազն է սամալյոտից լավ կապ չունի։ Մյուս գալուց հաշվի կառած։ Չէ, ես դες կհանդիպեմ։ Կիմանամ որտեղ, շնորհակալ եմ շատ տղաներ ջան, շատ Ապրես, շնորհակալ ենք քեզ։ Վայ, ես եմ Այ ապրես, շատ։ շատ ապրես։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվում ենք, մաչիկներ բոլորին։ Խորանոցում, կահնիքներ